Ստեփանյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց օրը բացվել է եւ բանակում հերթական մահն է արձանագրվել։ Խնդրեմ ես ողբերգությունից սկսենք այսօրվա եթերը, համեցեք։ Ցավոք դեռ մեկ ամիս չկար, որ մենք բանակում նորից զոհ ունեցանք։ Այսօր եւս այդ լուրը տարածեց Պաշտպանության նախարարությունը իր այդպես գրավոր ցավակցական ուղերձով։ Քիչ առաջ ես լսում էի, որ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, որ բանակում նորից զոհ կա, ինչ կասեք, ասում էր դե այնպես չի, որ ես Սուրեն Պապիկյանից կամ շտաբի պետից դժգոհ եմ իրենց աշխատանքից, բայց մենք բարոյահոգեբանական մասով փոփոխություններ կանենք։ Ես կարծում եմ, որ այստեղ ոչ թե դժգոհ չդժգոհի հարց կա, այլ պետք է Պաշտպանության նախարարությունը ձգի իրեն եւ հասկանա, այս ինչ է կատարվում, իրենց ասած խաղաղ պայմաններում մենք ամեն ամիս մի ընտանիքի այսպես տանում ասում ենք, տեսեք ձեր զավակին բերեցինք։ Սա շատ ցավալի դեպք է եւ ես չգիտեմ աշխարհում որևէ մեկ պետություն, որը այսպես առավոտից երեկո թմկահարի, որ իրեն խաղաղություն են բերել եւ ամեն ամիսը գուցե կա որ 2 զոհ բերում տանում են իրենց ծնողներին 18-19 տարեկան տղաների, ասում են բերել ենք, տարեք ինչ ուզում եք արեք։ Սա խայտառակություն է եւ ինչ է նշանակում բարոյահոգեբանական առումով զինվորները երեք էլ Սուրեն Պապիկյանն էր, չէ՞ ասում, այդ մասով աշխատանքներ ենք տանում եւ այլն, ուրեմն վատ աշխատանք եք տանում, շատ վատ աշխատանք եւ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է ինքը ասի, որ ինքը գոհ է Սուրեն Պապիկյանի աշխատանքից, այլ պետք է հարցնի այս ընտանիքներին, գոհ են արդյոք Սուրեն Պապիկյանի աշխատանքից, ի վերջո պատասխանատուն այդ ոլորտում Սուրեն Պապիկյանն է եւ որևէ մեկը չի կարող ասել, որ գիտեք, շտաբի պետը լավ է աշխատում, Սուրեն Պապիկյանը լավ է աշխատում, բարոյահոգեբանական մասում փոփոխություն կանենք։ Ձեր ամեն ժամ ուշացվող փոփոխությունը բերում է մի նոր ողբերգություն մի հայ ընտանիքում։ Ինձ համար շատ ծանր լուր է լսել զինվորի մահվան մասին լուր, անկախ այն հանգամանքից, թե ինչ իրավիճակում է դա տեղի ունեցել։ Եվ ի վերջո ինչ է նշանակում կրակոց, ինքնասպանություն, մենք առողջ տղաներ ենք, չէ՞ ուղարկում բանակ, առողջ տղաներ, եթե չեք կարողանում ձեր ասած խաղաղ պայմաններում այդ իրավիճակը կարգավորել, ուրեմն դա ձեր տեղը չի, կոպիտ ասած, այդ աթոռը ձերը չի, թողեք այդ աթոռը, այդ վերանշանակումից բան ոգևորվում, ուրախանում եք եւ այլն, բայց դա ձեր աթոռի տեղը չէ։ Ինչպես նաեւ անվտանգության խորհրդի քարտուղարի աթոռը բացարձակապես Ալեն Սիմոնյանի տեղը չէր, որ Ալեն Սիմոնյանը գնաց պիտի զբաղեցնի այդ պաշտոնը։ Մեկ ամիս հուլիսի սկիզբն էր կարծեմ, երբ որ Ալեն Սիմոնյանը արդեն այդ հրաժեշտի, այսպես որոշ տեղերում նաև սրտաճմլիկ հրաժեշտի պատկերներ էր, կադրեր էր, այսպես նկարահանվում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ նախնական Ալեն Սիմոնյանին որևէ պաշտոնի նշանակելու այդպես որոշում չունի։ Ինչ փոխվեց այս մեկ ամսվա ընթացքում, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց Ալեն Սիմոնյանին նշանակել այդ կարևոր պաշտոնին։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնը իրարից խիստ տարբերվող պաշտոններ են, շատ խիստ, եւ եթե ազգային ժողովում ինքը կարող էր այսպես դասատուի նման անջատել մեկի խոսափողը միացնել եւ այլն, այստեղ պետք է լինի նախ բանակից հասկացող, հետախուզությունից հասկացող, անվտանգությունից հասկացող եւ այս 3-4-ը իրար հետ կարեւորող մարդ, որ կարողանա խոսել։ Օրինակ նշանակումից հետո, քանի ժամ է անցել արդեն, Ալեն Սիմոնյանը, եթե այս աթոռը հարմար է իրեն, ինքը արդեն պետք է արձագանքած լիներ Ալիևի 3 Նախիջևանում հնչեցրած Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնող հայտարարությանը, որ 20 թվականին Հայաստանը կապիտուլյացիա է ստորագրել։
Հայաստանը գնացել է կապիտուլյացիայի։ Սա շատ Հայաստանին պարտադրվող եւ Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնող թեզ է, որ երեք Ալիևը հայտարարեց Նախիջևանից։ Ալիևը փորձում է ինքը հանդես գալ հաղթողի դերից եւ այդ հաղթողի դերը մտցնել Հայաստանի նաեւ լեզվամտածողության մեջ եւ Հայաստանին որակել որպես կապիտուլացված երկիր, կապիտուլացիա ստորագրած երկիր, իսկ հաղթող երկիրը կապիտուլացված երկրին ամեն ինչ կարող է պարտադրել եւ մենք ցավոք տեսնում ենք այդ ամեն օրվա պարտադրանքը, մի օր փոխել սահմանադրությունը, մի օր իրենք որոշեն թե Հայաստանի որ տարածքով իրենք էլեկտրասյուները ամրացնեն, տանեն Նախիջևանում կապեն այդ մալուխները, այստեղից նաև շատ հստակ երևում է, թե ով էր հեծի խլման պատվիրատուն, եւ ինչ է նշանակում, մենք Ալիևից իմանում ենք, որ Հայաստանում եկել չափել գծել տարել են, թե որտեղ որ սյունը որ անկյունում է խփվելու, վտանգավոր քայլ է Սյունիքը Նախիջևանին կապելու Ալիևի այդ երեկվա հայտարարությունը։ Ալեն Սիմոնյանը, դուք արդեն անվտանգության խորհրդի քարտուղար եք, որտեղ է ձեր հայտարարությունը։ Որտեղ է, մենք չենք լսել այդ հայտարարությունը, թե դուք, որովհետև Ալիևը սպառնալիք է երեք հնչեցրել։ Այս նորից եմ ասում, ազգային ժողով չի, որ նստեք, ասեք անջատեք խոսափողը կամ չգիտես ինչ։ Սա կոնկրետ սպառնալիք մեր անվտանգությանը, դրա համար եմ ես ասում, որ անվտանգության խորհրդի քարտուղարը պետք է գլուխ հանի բանակից, պաշտպանությունից, անվտանգությունից եւ հետախուզությունից։ Ստացվում է մի բան, որ Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանից հեռացրեց ազգային ժողովից, բայց ոչ իշխանության սրտից, բերեց ավելի կապեց իրեն, իր հետ, դե ենթադրվում է, որ Արմեն անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին էլ մի կարևոր տեղ, որտեղ իր սիրտը կուզի, դեսպան կուղարկի կամ այդպիսի մի հարց կլուծի, պետք է ամեն մեկը իր տեղում լինեն։ Ես այսօր լսում եի, թե ոստիկանության ներքին գործերի նախարարությունը ասում էր, թե հանցագործությունների թիվը ավելացել են 81 ու քանի տոկոս է կազմում եւ նաեւ իշխանության նկատմամբ անվտանգության բան է բարձրացել, այսպես, հա, խնդիրներ են առաջացել։ Ես կարծում եմ, գուցե դրանից ելնելով Նիկոլ Փաշինյանը ոչ թե Ալեն Սիմոնյանին տարել է անվտանգության խորհրդի քարտուղար, որ անվտանգության Հայաստանի անվտանգության հարցերով զբաղվի, այլ կամ որ իր հետ շատ մտերիմ էր եւ իրենք խնդիրներ կարծես թե չեն էլ ունեցել այս ընթացքում, այլ որ իրենք միասին այդ խնդիրները կարողանան լուծել։ Ինչ է նշանակում ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի վարած կադրային ու դրանք շատ սերտ շահկապված են կադրային ու արտաքին վարած քաղաքականությունը Փաշինյանի։ Այսօր ասուլիսում մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իրենք ուզում են Ռուսաստանից երկաթուղին վերցնել եւ բարեկամաբար մի 10 անգամ Նիկոլ Փաշինյանը կամ գուցե լավ 5 անգամ, որ հաստատապես եմ ասում, շեշտեց Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունը, բայց ասում եմ, մենք բարեկամաբար վերցնենք երկաթուղին, իրենք վաճառեն իրենց մասնաբաժինը երրորդ մի երկրի, որոնք կգան ներդրումներ կանեն։ Լուրջ եք ասում։ Իսկ Հայաստանում բացի այդ ոլորտը որտեղ կան այսօր ներդրումներ։ Ցույց տվեք մի ոլորտ, բացի այդ ոսկու հանքից բան, որ գիտեք ինչեր եք վաճառում մարդիկ Հայաստանից, ինչեր են տանում, բացի հանքարդյունաբերությունից, որ գալիս են մեր հանքերին տեր են դառնում, ցույց տվեք ոլորտ, որտեղ դուք կարողացել եք ներդրումներ բերել։ Ես այդ ոլորտը չեմ տեսնում։ Տեղական ներդրողներին բանտարկում եք, դրսից ներդրողների աչքը վախեցնում։ Հիմա ասում եք, գիտեք, մենք ուզում ենք, որ ռուսները բարեկամաբար, մենք իրենց բարեկամաբար ասել ենք, մենք չենք ուզում վերցնենք, մենք ուզում ենք, որ իրենք բարեկամաբար տան մեզ։
երկաթուղին երրորդ մի երկրի, որը ներդրումներ կանի եւ սա պատմական է։ Կգան մեզ մոտ, տեսեք, տրանսպորտային ինչ հա։ Մենք այդ տրանսպորտային հանգույցը տեսանք Թրամփի ուղի կոչվածով, 1 տարի է անցել, այդ ուղու վրա մի քար այս կողմի վրա չի դրվել։ Ընդամենը Հայաստանը այդ Թրամփի ուղին տալով դարձավ Միացյալ Նահանգների գաղութը։ Ինչի եմ ասում գաղութ, որովհետև չի կարող մի երկիր տրանսպորտային իր հանգույցը տա մեկ այլ երկրի, որտեղ 76% շահույթը այդ երկրին է բաժին հասնում, 24%-ը իր ճանապարհը տված երկրին։ Ցույց տվեք աշխարհում նման մի բան, ժամանակին շատ ու շատ երկրներ իրենց ջրանցքներն ու եսի մինչերն էին դուրս բերում գաղութացումից։ Հիմա մենք գտանք մի գաղութարար երկիր, որտեղ տարանք ասցինք մենք գալիս են գաղութացման, մեզ գաղութացրեք։ Հիմա Թրամփի ուղին տվել է, շատ լավ հասկանում ենք, որ Թրամփի ուղին Իրանին եւ Ռուսաստանին էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքներից դուրս թողելն էր, դրա համար էլ երեք ես լսում էի գեներալ Արշակ Կարապետյանին շատ հստակ ասաց, որ Իրանը վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին եւ ասել է կամ ընդհանրապես լուծում է շատ ու շատ հարցեր ամերիկյան զորքի եւ ընդհանրապես ամերիկյան ներկայացվածության հարցերը իմ սահմանինքից կամ մենք իրար հետ բարեկամա հարևանական երկիր չենք կարող լինել։ Այստեղից ոչ մի պատասխան։ Մենք դեռ այն մի լավ բառ կար է, ասում էին տիրտիրիտներ ենք անում։ Մենք ընդհանրապես դրանով ենք զբաղված։ Ներսում տերոր, ներսում արդարադատության տերոր սեփական ժողովրդի նկատմամբ, դրսում էլ տիրտիրիտներ։ Այս կարգի երկրին դրա համար Ալիևը այդպես ասում է, ես ոնց ասեմ, դուք այդ լարի վրա տրնգի եք ապարելու։ Այս սա է Ալիևի ուզածը։ Առավոտյան արթնացել ես բանակում զոհ, մեկին Գյումրու քաղաքապետի տեխնացու էր Մարտուն Գրիգորյանին եկան հանցագործության բանով տարան, հակակոռուպցիոն ձերբակալելու հիմքով տարան, ամեն օր սա է։ Սրան բռնին, նրան բռնին, սրան բռնին, նրան բռնին։ Եվ արդյունքը ո՞րն է լինելու, էլի, ասենք բռնել եք, արդյունքը, բացի մարդկանց ունեցվածքը խլելուց, ձեր մեջ անելուց, ուրիշ ինչ է կարել։ Դուք Ծառուկյան Գագիկին 6 տարի տարակ դատարաններով բերեցիք, մարտ ամսին ասեցիք, որ չէ, դատարանը արդարացրել է, մենք սխալ ենք եղել, բայց 6 տարի դուք Ծառուկյան Գագիկին դատարաններով տարակ ու բերեցիք։ Հիմա վերցրել եք այդ մարդուն, գիտեք, որ տանելու եք, բերեք, ոչինչ չեք կարողանալու ապացուցել, դրոշ եք տվել Ավինյան Տիգրանի ձեռքը, ասում եք, այնտեղ արդեն ազատ է, գնա դրոշը տնկի այնտեղ։ Այդ տղու ձեռքը էլ դրոշ մի տվեք, խնդրում եմ ձեզ։ Դրոշ տալիս եք, ես հիմա չգիտեմ, ասում եմ, շենքերը եկեք բան անենք, մեկ էլ տեսար եկավ մեր շենքերի վրա էլ դրոշ տնկեց, ասեց, ժողովուրդ եկեք, մերոնքականներ եկեք, այս ազատ շենք է։ Դե ո՞նց կարելի է այդպես, կամ ո՞նց եք մտնում մարդկանց ընտանիքներ։ Բռնում եք ձեզ մարդկանց ընտանեկան այդ շինծու պատմությունները, որ սփռում եք։ Հետո էլ ասում են մի մտեք մեր ընտանիք, հետո էլ ասում են մի սենց արեք, մի նենց։ Ո՞նց եք դուք ձեզ թույլ տալիս։ Ընդհանրապես Եվրոպայում կա նման երկիր, որտեղ այսպիսի խայտարակ արդարադատություն է իրականացվում։ Մեկին հետախուզում են, մեկին հետապնդում են, մեկին, չգիտես, գետնին են պարկասնում, մեկից թալանն են տանում, այդպես էլ չի ստացում, ասում են, բա Սաշիկի թալանը, ասում է, դե բա չեք հիշում 20 քանի միլիոն եկավ պետական բյուջե։ Հարց, այդ որ եկավ պետական բյուջե ինչ արեցիք։ Բացի ձեզ պարգևավճար տալուց, բացի երկրի փողերը մսխելուց, որ եկավ պետական բյուջե, ինչ արեցիք դուք։ Ինչ եք արել էլ այդ գումարները։ Չասեք ասվատ, այս ասվատը ձեր խայտարակությունն է։ Մի քանի օր առաջ Հրազդանում քայլում եմ, 1 տարի առաջվա ասվալտ էր։ Այնքան էին սենց սարքել էին դրոշակ այդ ասվալտը, այս թաղամասում սովետական տարիներից ի վեր ասվալտ չկար։ Ասվալտը ճակ տված, մայթերը փոստ ընկած։ Այդ չի ձեր արած ասվալտը։ Ստեղ անում են, այնտեղ վրայից փողա, որ աշխատում են տղերքը, փողա, որ աշխատում են։ Դուք ինչ եք արել։
Մի հատ ընտրովի մարմինկայ ժողովուրդ ասма գնանք, ընտրենք, միտեղ գոնե լավացնենք, ամեն Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիների ամեն ձևավորված խորհրդարան մեկը մյուսին գերազանցում է։ Ինչքան մանկապարտեզի գնացած ու այդ մանկապարտեզից չաճած աղջիկներ կա, բերել լցրել ես խորհրդարան, ԿՊ։ Չգիտեն ինչի են եկել, այն տղեն երեք խոսում էր մի խայտառակություն, ասում եկել են, որ օրենքների հետևից մտնեմ, գնամ, չգիտեմ ինչ անեմ, այն մի աղջիկ ասում եկել, այս խայտառակություն է, ու սրանք էլ պետք է հարկատուների հաշվին պարգևավճար ստանան, սրանք էլ պետք է ասեն, մենք եկել ենք, որովհետև ինչ էր ասում, արդյունավետ աշխատանք են ցույց տալիս դրա համար, երկրի հերն անիծել եք, պարտքերը ավելացրել եք, ու այն Սիսա Գաբրելյանն էլ չի հասկանում, հետո ինչ ասում, որ պարտք ենք ավելացրել, ինչա դրանից մեր երկրին սպառնում։ Այն է սպառնում, որ քո հարևանը, որ շատ է սրանից նրանց պարտք վերցնում, կգա քո դուռը, քացով կտաս, կասես գնային կողմ, ես քեզ ոչինչ չունեմ տալու։ Այդ դա է լինելու, քացով ամենտեղ ձեզ տալու են։ Դե այս խայտառակություններին վերջ տալու համար ես կարծում եմ խորհրդարանական ընդդիմությունը պետք է փոխի իր գործելավոճը, որովհետև քաղաքական իշխանությունը ամեն կերպ փորձում է իջացնել այդ պլինդուզից ներքև իջացնել այդ մի մարմինն էլ, որտեղ ժողովուրդն է իբրև թե դերակատարություն ունեցել, այդտեղ են դարձրել խեղկատակություն, զզվում ես լսելուց։ Քիչ առաջ գործընկերոջս հետ խոսում էի, ասում էր չեն նայվում, հա ժողովուրդը զզվում է բոլորից։ Այդ դեմքերից ժողովուրդը սկսել է զզվել, ինչ անի, տեսնում է, որ դու խոսում ես մի բանից, սրանք իրականացնում են լրիվ ուրիշ բան։ Այդ ոնց եղավ օրինակ Ալիևի հետ, Ադրբեջանի հետ Հայաստանի շահերը այսպես լավ համընկնում են, դարել են քույր շահեր, Ռուսաստանի հետ մենք ոչ մի շահ չունենք, հա, այլևս։ Քանի անգամ զանգեցիր, գնացիր, եկար, Ադրբեջանի Ալիևին է զանգահարում, հələ մի անգամ հարցրու էլի, այդ մեր տղերքին այդ շինծու մեղադրանքները, որ տալիս ես, այդ ինչ հաշիվ է, այդ զանգում ես, ինչից ես, օրինակ զանգել էիր Ալիևին, ինչից էիր խոսում, շնորհավորում էիր որպես խաղաղասերի, հա, այդ մարդն ասում են, ես քո երկրում ինչ ուզում անում եմ, դու տերը չես քո երկրի, մարդը այս երկրի ինքնիշխանությունը կուլ տված ապրում է, դու չես այլևս, հետո ինչ որ են քարտեզը Ալիևի զինվորներին մեջը լցրած ման եք գալիս, խորհրդարանում էլ ասում են, այս քեզ նվեր, իմ հորդորը ընդդիմությանը, որ բերում են ձեզ այդ քարտեզը տալիս են, մի հատ հարցրեք, ասեք այդ քարտեզի միջի ադրբեջանցի ասկյարներին շպրտել եք դուրս, թե չէ։ Թե դուք հաճույք եք զգում իրենց ձեր կրծքին խփելուց։ Մի հատ հարց ուղեք էլի այն Կոնջորյաններ, չէ, բերեց Նարեկ Կարապետյանին այդ քարտեզը տվեց, Արթուր Հովհաննիսյանն էր։ Ես խնդրում եմ մի հատ հարցրեք, ասեք այդ ասկյարներին դուրս շպրտել եք այդ քարտեզից, որ բերում եք։ Մենք ադրբեջանցուն մեր կրծքին չենք ուզում խփենք։ Արցախեն կեսը պիտանք, որ պատերազմ չլինի, մի հատ պատերազմ բերեց, հետո ասեց ամբողջ Արցախը պիտանք, որ պատերազմ չլինի, հետո բերեց։ Հետո ասեց պիտի այս Սյունիքի այս ճանապարհը տանք, որ պատերազմ չլինի, այդ ճանապարհը տվեց։ Հետո Սյունիքից Տավուշից Գեղարքունիքից տարածքներ վերցրեցին, ինքն էլ տվեց Տավուշից, ասեց այդ տարածքները տանք, որ պատերազմ չլինի։ Հիմա հետո ասեցի ինձ ընտրեք, որ պատերազմ չլինի, հա, ամեն անգամ ասեց հետո պատերազմ 4 անգամ պատերազմ բերեց։ Չէ, ասեց, որ եթե ես փոխեք, որ պատերազմ չլինի, որ տարաբանտիրանաշերներ տան։ Դե հասկանալի է, քիչ առաջ դա է ասում, որ Ալիևը կուլ է տվել այս երկիրը։ Հայաստանը իր պատմության ժամանակագրության ընթացքում շատ քիչ է եղել, որ հայտնված լինի այսպիսի իրավիճակում։ Ռուսաստանի հետ չունես, Իրանը քեզ վերջնագրի լեզվով է խոսում, այս ամբողջ երկրում դու մնացել ես Ալիևի հույսին։ Չկա որևէ մեկը։ Թրամփին մի քանի օր առաջ էր հարցրեց լրագրողը, ասեց բանա, տեսեք Ուկրաինայում ինչ է կատարվում, այնտեղ միլիոնավոր մարդիկ են մեռնում, ասեց, որ մենք դրանով չենք զբաղվում,
որովհետև մեզ օվկիանոս է բաժանում։ Այդ հիմա մենք պիտի հույս ունենանք, որ այդ Թրամփը, որ Ուկրաինայով չի զբաղվում, իրենց օվկիանոս է բաժանում, այդ Թրամփը պիտի գա Հայաստանի 99 տարով Հայաստանի անվտանգությունը ապահովի։ Սա այն նույն պատմությունն է, որ ժամանակին Մեծ Բրիտանիայի վարչապետը ասում էր, որ մեր նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները։ Այս աշխարհաքաղաքական կուտը հիմա տվել են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ ասում են. երկիրդ մաս ենք անում, տղա ես խոսի։ Այդ ոնց է մեր երկրի ներսում դու քո հայրենակցի հետ վարվում ես ամենավերջին ստորացուցիչ ձևով քո համակարգը։ Դրսում ոչ մեկ էլ չես կարողանում Ալիևը ինչ ասում է գլուխներդ, կախ պատասխան էինք սպասում։ Դու չասեցիր, պաշտպանության նախարարությունը չասաց, անվտանգության խորհուրդը ծապտուն չեք անում։ Այն տղան էլ ասում է, ես սա էլ ուզում էի։ Գուցե դուք ինչ-որ բան եք պայմանավորվել, որ մենք չգիտենք։ Եթե պայմանավորվել եք, ասեք, թող այս ժողովուրդն էլ իր գլխի գալիքը իմանա։ Հետո չլինի, որ բերեք, լցնեք երկիր ու ասեք, մենք այն ժամանակ ուրիշ ձև էինք մտածում, ոնց որ Արցախի հարցում, բայց հետո մեր պատկերացումները փոխվեցին։ Մենք հասկացանք, որ չի կարա Հայաստանը լինի ինքնիշխան պետություն, Հայաստանը պետք է դառնա մեկի գաղութը։ Եթե դուք պիտի այս խորհրդապահական թեզերով ձեր ժողովրդի հետ շփվեք, քիչ թե շատ ժողովրդի մեջ արժանապատվություն ունեցող մարդկանց էլ գետնին ծեփեք, հետապնդում իրականացնեք, աչուձախ ինչպես տեսնում ենք, այս երկրի նվիրյալները կամ բանտերում են, կամ հետապնդման մեջ են։ Ամոթ ԿՊ-ին, որ եկել է եւ այս խայտառակությունը շարունակում է իրականացնել, հիմա էլ նոր ջահել ջուհուլներ է բերել։ Ես երեք տեսնում եմ, որ դրանք այսպես ձեռքներին խփում էին, Սասուն Միքայելյանը այսպես նստած։ Ուզում եմ մի օր որ հանդիպեմ հարցնեմ, էլի, ինչ էիք մտածում, որ այդ էլի այդ որ լցվել էս դուք ինչ էիք մտածում։ Եվ ինչ էին մտածում էին այն, որ օրինակ քրեական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ գիտեք, վեհապարի հասցեին ամենակեղտոտ բառապաշարով են արտահայտվում եւ սրան զուգահեռ ասում, այո, Փաշազադեն հոգեվոր առաջնորդ է, բայց այ վեհապար հայրապետը մեր ձեր բոլորի Դե գիտեք, մեզ համար այլևս նորություն չէ, որ իրենց ասողը Ալիևն է, Փաշազադեն է, իրենց համար այլևս իրենց մի պատգամավոր կար Վիլենը Գաբրիելյան ասեց, որ ինքը մկրտությունից հրաժարվել է, ինքը, չգիտեմ, սրանից հրաժարվել, ԿՊ-ից երբ ես հրաժարվելու, ամեն ինչից հրաժարվում եք, դուք ձեր կյանքում ինչով անցել եք, ամեն ինչից հրաժարվել եք, դե պետք չի զարմանալ, որ Փաշազադեն իրենց համար հոգևորական է, ես կարծում եմ, որ մեր կաթողիկոսը շատ այսպես կոնկրետ, հստակ, հորդորով հանդես եկավ մնալ անսասան հայ առաքելական եկեղեցու կողքին եւ չտրվել սադրանքների։ Մեր անելիքը, որ չպետք է տրվենք սադրանքների, թե չէ սրանք մեզ հում կուտեն, օֆել չեն անի։ Այսքանը։ Ես եմ շնորհակալ։